Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզային գրադարանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որն իր բնույթով տարբերվում էր մշակութային հաստատության գործունեության ձևաչափից։ Ամերիկյան անկյունում կազմակերպվել էր քաղաքական քննարկում Կապանի համայնքապետի թեկնածուների միջև։ Համայնքապետի հաստիքի համար առաջադրված 3 թեկնածուներից հանդիպմանը մասնակցեցին միայն 2-ը։ Արտուր Աթայանի բացակայության պատճառով քննարկումը ծավալվեց Աշոտ Հայրապետյանի եւ Արթուր Մարտիրոսյանի միջև։ Միջոցառման կարգի համաձայն քննարկման առաջին հատվածում թեկնածուներից յուրաքանչյուրին ներկայանալու համար հատկացվեց 7 րոպե։ Պետք է ասեմ, որ մենք ապրում ենք փոքր համայնքում եւ քիչ թե շատ մեկս մյուսին ծանոթ ենք եւ ճանաչում ենք։ Երևի թե պետք է ներկայացնենք, թե ով ենք մենք, այլ որտեղից ենք գալիս եւ ուր ենք ուզում գնալ։ Անցած 4 տարիները կարծում եմ բավարար են եղել գնահատելու համայնքի ղեկավարի աշխատանքը, թե դրական, թե բացասական առումով ես նկատի ունեմ։ Ուստի ընդհանրապես պետք է ասեմ, որ իմ տված նախընտրական խոստումներից մեծամասնությունը, գերակշռող մեծամասնությունը գրեթե իրականացվել է։ Դա ամենևին չի նշանակում, որ մեր համայնքում չկան խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում եւ չկա եւս անելիք, որոնք պիտի նպաստեն մեր համայնքի զարգացմանը։ 13 տարի եղել եմ վերջի պաշտոնս կորպուսի հրամանատարի տեղակալ։ Դա պետական մասշտաբով եղել է զինված ուժերի ղեկավար կազմի մեջ։ Ես չեմ ուզում մեր քաղաքի անցյալից խոսեմ, որովհետև բոլորի դեպքում էլ թերություններ լինելու են, բայց ես շեշտադրումը ուզում եմ անեմ, որ առաջի հերթին մեր քաղաքացիները, հետո մեր քաղաքը, որովհետև քաղաքացիներով մենք պետք է քաղաքը կառուցենք ու քաղաքացիներին պետք է աշխատեցնենք։ Իմ հիմնական ծրագիրս այն է, ապացուցենք, որ Ղափանի տերը մենք ենք եւ ստեղծենք երիտասարդ քաղաքապետարան, որ 4 տարի հետո հանձնենք երիտասարդներին։ Օգտվելով ընձեռված առիթից համայնքապետի թեկնածուները պարզաբանումներ մտցրեցին տարբեր հարթակներում միմյանց մասին արտահայտած կարծիքների շուրջ։ Երկու դեպքում էլ փորձ է արվում այն քվեները ստանալ, որոնք չեն կարող իրենցը լինել, հենց իրենց կուսակցական լինելու պատճառով։ Ճիշտ չեմ համարում լինելով քաղաքական թիմի անդամ, կախված այդ թիմի ներկա հեղինակությունից խաղալ նրա դրոշի տակ կամ նրանից դուրս։ Ես եթե մի ճանապարհ բռնել եմ, հետ կանգնել չկա։ Ես Բարգավաճ կուսակցության անդամ եմ։ Իմ կուսակցությունը որոշում է կայացրել, որ ինքը առաջադրի։ Ես դրան համաձայն չեմ, որովհետև սա մեր քաղաքի խնդիրն է։ Այսինքն ես դառնամ համայնքի ղեկավար, ասեմ դավայ քաղաքապետարանի թիմը դուրս գա, հիմի Բարգավաճն են բերում, տենց բան չկա։ Այո, մենք 3 թեկնածուներս էլ ներկայացնում ենք ինչ-որ քաղաքական թիմ։ Եվ ընդհանրապես ասածս հետևյալն է, որ լինելով քաղաքական կառույցի ներկայացուցիչ, տվյալ թիմի անդամ, առաջադրվել ինքնաառաջադրումով ըստ երևույթին փորձ է արվում, իսկ երկու դեպքում նշանակում է թե ձեր, թե Աթայան Արտուրի որոշակի հեռավորություն վերցնել տվյալ քաղաքական թիմից։ Նորից եմ կրկնում, խոսքերս էլ մեջբերում եմ։ Դա տեղին չեմ համարում, կախված նրանից, թե տվյալ քաղաքական կառույցը, թիմը, ուժը այս իրավիճակում ինչ ռեյտինգ ունի։ Ասածս դա է ընդհանրապես։ Եվ պարոն Մարտիրոսյան, խնդրում եմ մի վերագրեք դա ձեր անձին եւ ամենևին դա վիրավորանք չէ։ Դա քաղաքական վերլուծություն։ Սա անձնական բնույթի խոսակցություն չէ, անձնական բնույթի վերլուծություն չէ։ Քննարկման հաջորդ փուլում մասնակիցները պատասխանեցին կազմակերպչի կողմից առաջադրված միևնույն հարցերին։ Եթե համանքի շահը հակադրվի ձեր ընտանիքի կամ անձնական շահերին, դուք կկարողանաք համանքի շահը վերդասել։ Իմ բռնած ճանապարհը ուրեմն արդեն ներկայացրել եմ 24 տարի զինված ուժերում, որը հակասում էր իմ ընտանիքի շահերին։ Ես այդ 24 տարվա 20 տարին առանց ընտանիք եմ ապրել, առանց երեխա,
Ուրեմն որոշտեղ ես ասել եմ ու օֆիցիալ էլ ասում եմ, ես քաղաքապետ լինելու ժամանակ աշխատավարձ չեմ ստանալու։ Ասենք պարոն Ու գրպանով հագուստ չեմ հագնելու։ Ես դա խոսք եմ տալի։ ասենք առանց աշխատավարձի ոնց Այո, ապրեք, զինված ուժերին ինձ 150,000 թոշակա տալի։ Կարող են լինել իրավիճակներ, երբ համայնքի շահը հակասի կամ անձնական շահը հակասի համայնքի շահին։ Եվ եթե դա պիտի վնասի առաջին հերթին բարոյական իմաստով նկատի ունեմ ֆիզիկական հեղինակության վերաբերող պիտի վնասի քո ընտանիքին, քո անձին, ուրեմն դու պարտավոր ես հրաժարական տալ։ Այլ լուծում ես չեմ տեսնում։ Իսկ եթե խոսքը վերաբերում է նյութական շահին, մեկ այլ հետաքրքրությունների, ապա կարծում եմ պիտի ունակ լինես վեր լինել այդ ամեն ինչից եւ համայնքի շահը կարեւորել։ Որպես հանդիպման հանգուցալուծում համայնքապետի թեկնածուներին ընձեռվեց հնարավորություն հակառակորդին ուղղելու 3 հարց։ Սակայն Արթուր Մարտիրոսյանը շեշտեց, որ բոլոր առանցքային հարցերը արդեն շոշափվել են, ուստի հարցադրողի դերում միայն Աշոտ Հայրապետյանն էր։ Ըստ ձեզ որն է քաղաքապետարանի օրենքով սահմանված առաջնային գործառույթ, ամենակարևոր գործառույթ։ Որ քաղաքապետ դառնամ օրենքները կարդամ ասեմ, այդ շատ չեմ խորացել դրանում։ Ես որ ընտրվիմ, այդ մի քանի օրը ժամանակ կա, լավ ծանոթանալու եմ, օրենքները ես ի վիճակի եմ էլի, որ կարդամ ծանոթանամ, բայց ես առաջնայինը մր ժողովրդի հետ շփում ունա։ Ունեք իդեալներ, այսինքն դուք ձեր համար կուրկ, այսպես ասած։ Կուրկ, որ կուրկս սենց է, որ ասենք կամպյուտերով կամ տելևիզորով տանկ սամալյոտ ընտրում գժվում եմ։ Չէ, կուրկ։ Քաղաքական կուրկ, այո։ Քաղաքական կուրկ ես չունեմ, իմ կուրկը զղափանն է։ Շատ լավ, դեպքում խորհուրդ կտամ ձեր էջի պատի հետնանկարը փոխել։ Ետնանկարը Գագիկ Ծառուկյանը, նա իմ ախպերս է։ Խի փոխեմ։ Բայց մենք էլ ունենք եղբայրներ, դրա համար հարցեցի, կուրկ ունեք թե ոչ, ուղղակի այդքան է։ Դա Facebook-յան էջում որ կա, ես ասել եմ, չէ, ես ինչ ճանապարհ բռնում եմ, փոխում չեմ։ Ծառուկյանը նկարնել դե մնալու է։ Ամենայն դեպս մենք ես դա համարեմ որպես կուրկ թե ուղղակի Ոնց այդ է ոնց ուզում եք գտեք։ Իմ ախպերս է, մծ ախպերս է, բայց էդ էլ ասեմ, իրան ես ոչ մի անգամ չեմ հանդիպել։ Հարկ է նշել, որ այս անգամ Կապանում քաղաքական պայքարը ընթանում է հակառակորդների միջև հարգալից վերաբերմունքի, ինչ որտեղ նաև ընկերական մթնոլորտում։ Սա անշուշտ քաղաքակիրթ մոտեցման դրսևորում է, բայց ընտրապայքարը նոր է ծավալվել եւ թերևս իրադարձությունները դեռ զարգանալու հավանականություն ունեն։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։